փոխել է եւ հիմա նրանց այսպես հետաքրությունը այլ տեղ է։ Հիմա թրիփի հետ կապված ոչինչ չկա։ Կարող է դուք էլ չլինեք իշխանության։ Մենք կլինենք, թրիփն էլ կլինի։ Այսինքն ժամանակավորապես այս դադարը ինչի մասին է խոսում։ Թրիփ կլինի, քաղաքացիական պայմանագիրն էլ կլինի։ Բայց կարող է խնդիրները չեն ստեղծվել։ Չի, երկուսն էլ կլինեն։ Չէ, բայց ամեն դեպքում հիմա ժամանակավոր դադար է, այսինքն Միացյալ Նահանգների ամեն ինչ էս պլանավորման գնում է, հարգելի գործընկերներ, հա, հասկանալի է, կա խնդիրներ այդ մասով, բայց ես կարծում եմ, որ եւ հուսով ենք բոլորս, որ հակամարտություն ամեն դեպքում քաղաքական բարձր հայտարարությունները Միացյալ Նահանգներից նվազագույն նրա մասին է, որ գործընթացը ինչ-որ մի շրջան հետո հուսով ենք կավարտվի եւ ինչպես նաեւ քիչ առաջ էլ նշեցի, մեր ռազմավարական գործընկերը եւ մեր բարեկամ հարևան երկիրը ի վերջո կհասնեն համաձայնության։ Այսինքն այս կողմից վստահություններ են հնչել, որ շարունակվի գործընթացը, թե դա լավատեսական է ձեր կողմից։ Ես կարծում եմ, որ մենք մեր օրակարգով պետք է շարժվենք, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք մեր ճիշտ ճանապարհով շարժվենք, մենք միշտ այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով եւ ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ։ Եվ սա էլ մենք մեր թրիփը կսարքենք, մեր հյուսիս-հարավը կսարքենք։ Բայց միակողմ մենք մեր գործերի վրա ենք։ Առանձին կղզիակ չենք մենք ունենք տարածաշրջանում պատերազմ մեր անմիջապես հարևանությամբ։ Մենք չենք կարող այդ ամենից անմազ մնալ եւ ինչպես դուք եք ասում կարկանդակ։ Որտեղ կարկանդակ ուտելու համար պարոն Պապոյան, Իրանից կաթնամթերքի հումք պիտի ունենք։ Մենք կարկանդակ ուտում ենք։ Հենց հիմա էլ հանգիստ ուտում ենք, այնպես որ այս քաղաքականությունը շատ ճիշտ է եւ դա մեսիջ է բազմերի պարոն Պապոյան, որ մեզ վերաբերում ոչ թե դա մեսիջ է իշխանությունը անհոգ կարկանդակ է ուտում միջին խավը սոցիալական խնդիրների է բախվում, առաջին անհրաժեշտության ապրանքներն են թանկացել, ձուն, կարակը, կարտոֆիլը, հացամթերքը, հացաբուլկեղենը, ինչ անեն այն մարդիկ, որոնք մի քանի միլիոն պարգևավճար չեն ստանում, երբ չեն գավ կարկանդակ։ Այդ ձեր ասած մի քանի միլիոն դրամ պարգևավճար ստացող, մի քանի միլիոն չէ, մի քանի 100,000 դրամ պարգևավճար ստացող գլխավոր մասնագետների, օրինակ էկոնոմիկայի նախարարության գլխավոր մասնագետների, առաջատար մասնագետների, փորձագետների, վարչության խորհրդականների, բաժնի պետերի, վարչության պետերի եւ այլ պաշտոնյաների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 7.2% տնտեսական աճ է արձանագրվել, որի հետևանքով օրինակ կառավարությունը կարողացել է անվճար բժշկական ապահովագրություն ստեղծել, որի հետևանքով օրինակ ձեր նշած խավը, ասենք ենթադրենք 30 կամ 50,000 դրամ բժշկական դեղեր առնելու փոխարեն այդ գումարը կուղի իր կյանքի բարելավմանը 10,000 դրամ կենսաթոշակն է ավելացել 10,000 դրամ հետ վճարով 20,000 դրամ կուղի իր կյանքի բարելավմանը եւ այսպես շարունակ այնպես որ ես կարծում եմ որ ավելի լավ է ունենալ օրինակ գլխավոր մասնագետներ վարչության պետեր բաժնի պետեր ովքեր ստանում են չեն ստանում 200,000 դրամ աշխատավարձ, այլ ստանում են 400,000 դրամ աշխատավարձ եւ կարողանում են այնպիսի երկիր կառուցել, որտեղ մարդիկ գնում են ոչ թե տուն են վաճառում, որ 3 միլիոն դրամով կարողանան իրենց ծնողի վիրահատությունը անեն, այլ պետությունը անվճար անում է։ Իսկ ձեր հարցի պատասխանը արդյոք քաղաքացիները կգնահատեն թե չէ։ Հունիսի 7-ի երեկոյան դուք կտեսնեք դուք եք ճիշտ թե Պարոն Պապոյան, ասում գնաճ կա առաջին անհրաժեշտության ապրանքների շարքում։ Ես ասի, այո, իհարկե կա գնաճ, որը խնդրահարույց է, եւ գնաճի համար սահմանադրությամբ կա պատասխանատու մարմին կենտրոնական բանկ։ Եվ կենտրոնական բանկն ասում է թոշակների բարձրացումը գնաճ է լինելու, այո։ Կենտրոնական բանկը ասում է, որ թոշակների բարձրացումը 0.2% կարող է ազդել, բայց հիմա գնացեք մարդկանց հարցրեք, օրինակ մեր տատիկ պապիկներին, տնտանիքա ստանում էին, ասենք օրինակ 60,000 դրամ թոշակ առանձին իրար հետ 120,000 դրամ հիմա ստանալու են 140,000 դրամ գումարած ամեն մեկը 20-10,000 դրամ էլ կստանա բան
հետ վճար։ Հիմա օրինակ իրանք կուզեն երկուսով իրար հետ 10-10 40,000 դրամ ավել ստանան, թե օրինակ 0.2% գնաց չլիներ։ Գնացեք այդ մարդկանց հարցրեք։ Իսկ դուք 40,000-ով կարող եք ապրել մեկ ամիս բան։ Ուրեմն իհարկե դժվար է ապրել 140-ով, բայց 100-ով ավելի վատ է։ 16,000 դրամով շատ ավելի վատ է ապրել։ 16,000 դրամով, որը գիտեք քանի տարի առաջ էր 16,000 դրամ։ 9 տարի առաջ 16,000 դրամով ավելի դժվար էր ապրել։ Պարոն Պապայանից ինձ որ հարցնեք, ժողովուրդ ջան, ես կուզեմ շատ բարձր լինի թոշակները։ Իսկ որպեսզի շատ բարձր լինի, պետք է մի հատ կներեք, չէ, որպեսզի շատ բարձր լինի, պիտի 7.2% լինի, մի հատ էլ 7.2%, մի հատ էլ 7.2, իսկ այդ 7.2-ն էլ որպեսզի լինի, բաժնի պետը, օրինակ, էկոնոմիկայի նախարարության կամ վարչության պետը, չպիտի ստանա 200,000 դրամ։ 200,000 դրամ ստացող պաշտոնյան չի կարող այնպես անել, որ մեր տատիկի աշխատավարձը ամեն տարի ավելանում 10,000 դրամ։ Եթե ստանում են 400,000 դրամ, եթե ստանում են 400,000 դրամ, ապա լավ են աշխատում, պրոֆեսիոնալ մասնագետներ են հավաքվում, արդյունքներն են լավն են լինում, մեր 600,000 եւ ավել 667,000 մարդու համար 10,000 դրամ կենսաթոշակ բարձրացնելը արժի 75 միլիարդ դրամ։ Եվ եթե այդ 75 միլիարդ դրամի համար պետքա օրինակ 5,000 մարդու 1 միլիարդ դրամի պարգևատրում տալ, դա պետք է անել։ Որտե ես իմանամ մի հատ էլ 1 միլիարդ տանք 5,000 մարդու, օրինակ մի հատ էլ 75 միլիարդ կստեղծվի, հաստատ իսկ առաջարկեմ, ու որ քաղաքական ուժեր իմանա դա առաջարկի, մեր ժողովուրդը կգնա իրան կքվի։ Նախընտրական չէ ամեն ինչ, դրույթը նախընտրական չի, դա արդյունքների վրա հիմնված է։ Հաջորդ օրը 10,000 բարեպես։ Վերջին որքան օտարերկրյա ներդրումներ կան Հայաստանում եւ ինչ արտադրություններ են բացվել դրանց արդյունքում։ Տեսեք, օտարերկրյա ներդրումները նախ 25-ի թիվը դեռ չի հրապարակվել, վիճակագրության կոմիտեն է հրապարակում, պետք է ընդհանուր ամփոփեմ, որպեսզի կարողանամ, եթե թիվը չկա, չեմ կարողանա ասել, բայց ուրեմն մեր մոտ հիմա այս պահին մի քանի ես ուղղակի խոշոր ներդրումային պրոյեկտներ ասեմ, որոնք որ ընթացքի մեջ են կամ շուտով կլինեն։ Դրանք ամենամեծ ներդրումային պրոյեկտը իհարկե Միացյալ Նահանգների հետ է, դա Nvidia-ի պրոյեկտն է, $500 միլիոն արդեն ներդրվել է, եւս $4 միլիարդ առաջիկա տարիներին կներդրվի։ Երկրորդ խոշոր պրոյեկտը դա Հյուսիս-Հարավն է, որ ամբողջությամբ իրականացվում է, նաև միջազգային ֆինանսավորմամբ, բանկային համակարգի կողմից եւ միջազգային գործընկերներն են իրականացնում։ Ես օրերս օրինակ որ մի անգամ գնաք տեսնեք Հայաստանում ինչ, ցանկացած մարդ որ մի անգամ գնա Հյուսիս-Հարավում Սյունիքում տեսնի ինչ է կատարվում, երբեք Հայաստանում չի հարցնի պարտքը ինչ արեցիք, որովհետեւ կտեսնի, որ օրինակ Հայաստանում հիմա այնքան թունել է սարքում, որ սովետական միության 70 տարվա ընթացքում այդքան չի սարքվել։ Հայաստանը հիմա այնքան կամուրջ է սարքում, որ սովետական միության 70 տարվա ընթացքում այդքան չի սարքվել։ Հայաստանը հիմա այնքան նոր ժամանակակից ճանապարհ մարդկանց հաշվին է, մեր հաշվին է դա սարքում, պետական բարդ եք վերցնում եւ տարիներով մենք պետք է վճարենք։ Մարդու համար է դա։ Դրա շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Նոր մի քիչ առաջ այդ օրինակը բերեցինք։ Հայաստանի Հանրապետությունում պարտք չունեն մենակ աղքատ մարդիկ։ Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ով կանցնի։ Այդ թվում են մարդիկ, ովքեր որ ֆինանսավորում են այս բաները, կայքերին։ Այդ մարդիկ Հայաստանում ունեն ամենաշատ պարտքը, որտեղ իրանք իրենց բիզնեսները պարտքերով են անում, վարկը վեկալում են, դնում են բիզնեսի մեջ, շահույթ են ստանում, մի քիչ էլ գալիս են, այո, բաների, տարբեր մամուլի միջոցների այդ փողերից։ Այսինքն, ում ասեմ, Հայաստանի Հանրապետությունում վարկ չունի, պարտք չունի, աղքատները մենակ եւ
Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ պարտք ունի Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ինչքան հարուստ մարդ կանցնի 10 հոգի, ես դες վստահեցնում եմ, այդ մարդիկ կարգ չունի, կարող է մեկստեղ ոչ, դրա համար շատ պարտք չունեմ, այլ որ կարողանայի օրինակ շատ եթե հարուստ լինեի, կարող է այդ այսօրվա մեր հարուստների նման 30, 40, 50 միլիոն դոլարանոց հարկային պարտավորություններ ունենայի, որոնք ներդրված կլինեին բիզնեսների մեջ եւ այդ արդյունքը կլներ։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ։ Դա լավ ճանապարհ չէ Հայաստանալու խանութի մենեջերի նախարար։ Խանութի մենեջեր ճանախարար չէ, խանութի վաճառող եմ եղել։ Իմ հերը ես ուսանող եմ եղել։ Ես միլիարդատիրոջ որդի չեմ եղել, որ կարողանայի բանից։ Եղել եմ վաճառող, հետո եղել եմ խանութի մենեջեր, հետո եղել եմ մարքեթինգի բաժնի ղեկավար, հետո եղել եմ հետո եղել եմ փոխտնօրեն, հետո եղել եմ դասախոս, ասիստենտ, դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, ազգային ժողովի падգամավոր, մշտական հանձնաժողովի նախագահ, նախարար, ես բոլոր կետերը անցել եմ, ոչ, բոլոր կետերը անցել եմ եւ անցել եմ իմ լավ սովորելու հաշվին, իմ աշխատասիրության հաշվին, իմ կրթության հաշվին, մինչև հիմա էլ ես շարունակում եմ սովորել, մինչև հիմա էլ շարունակում եմ եւ այդպես է, եւ այլ մեխանիզմ գոյություն չունի, այլ մեխանիզմ գոյություն չունի, հիմա ես տարբեր կրթական ծրագրեր եմ գնել եւ տարբեր այդ կրթական ծրագրերով on-line եւ ոչ on-line օրինակ իմանալ ինչ եք իմացել։ Կհրապարակեմ իմ հայտարարագրի մեջ կլինի այդ ծախսերի մասին։ Պարոն Պապայան, եւ քանի որ գյուղատնտեսությունն էլ է ձեր համակարգման ոլորտում, հիմա քանի որ այս սեզոնը արդեն ջերմոցներում աշխատանքներ անելու շրջան է, մարդիկ օրինակ Կոթայքի մարզում մտաբախություն ունեն, ասում են ծաղիկները դնենք, հիմա ծախսը անենք, աճի, բայց ասում են նախորդ տարի տեսանք, որ արտահանման խնդիր կար։ Հիմա այս ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կա, ներողություն, ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կան, որ գյուղացին ինչպես անցած տարի արտահանվել է ծաղիկը այնքան ինչքան որ եղել է, այս տարի էլ կարտահանվի։ Եվ գյուղատնտեսական մեկ հարց տեսնում ենք, ներողություն տեսնում ենք, որ օրինակ Արմավիրի ճանապարհին Էջմիածնի մոտ այդ ակցիան էին։ Դուք ակցիան տեսնում եք, գնում եք ակցիան լուսանկարում եք, ձեր համար ռեպորտաժ եք սարքում, ձեր գործը անում բրցնում եք։ Այդ ակցիայից հետո մենք հարցը լուծում ենք, միլիոնավոր տոնաներով, հատերով արտահանումը գնում է, հետո ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Հայաստանում մի վարքյան, թողեք խոսեմ, Հայաստանում չկա հարց, որը դուք գնացել եք, նկարվել եք, ձեր ռեպորտաժը ապահովել եք, ձեր YouTube-ում դրել եք, ձեր, չգիտեմ, եթե մոնետարիզացիա էլի չի եղել, դրա համար փողը չեք ստացել, բայց հիմա այդ էլ կա, հուսով եմ կստանաք, արդեն ստանում է։ Դրանից հետո բոլոր հարցերը լուծել եք։ Արարատի մարզի մի շարք գյուղեր կարկուտից տուժած նախորդ տարի հայտարարում են, որ որևիցե փոխհատուցում մինչև հիմա չի։ Արարատի մարզի բոլոր բնակիչները, ովքեր որ համայնքային հանձնաժողովի կողմից վնաս են ունեցել, բոլորինը փոխհատուցվել է, ընդհանուր փոխհատուցումը կազմել է Բայց ընտանիքներ կան, որոնք չեն ստացել։ 3 միլիարդ դրամ ընդհանուր փոխհատուցում է, շուրջ 3 միլիարդ դրամ։ Չէ, բայց ընտանիքներ կան, որոնք ասում են, որ չեն ստացել։ Ես չեմ կարող գնալ եւ բոլոր տարածքներում նայել, տեսել, այստեղ օրինակ 30% է վնասվածությունը, թե 70, թե 10։ Կա հանձնաժողովը ասում է, որ այստեղ կա օրինակ 50% կամ 45% վնասվածություն, դրան համապատասխան փոխհատուցում է։ Եթե բնակիչները անձամբ դիմեն ձեզ, հաստատի համայնքապետարանը կա հանձնաժողով, գնահատում է վնասը, դրան համարժեք փոխհատուցումը կատարվում է։ Բոլորի, ընդ որում ոչ միայն 2025, 2024-ն էլ ենք փոխհատուցել։ 2026-ի համար էլ փոխհատուցման կարիք չկա, որովհետև 6 ապահովագրական ընկերություն հիմա ընկած գյուղերը ապահովագրություն են անում, արդեն տասնյակ հազարավոր պոլիսներ են վաճառվել։ Պարոն Պապոյան, Իրանի հետ կապված մենք ապրանքային դեֆիցիտ ունենք Հայաստանում, կա այդ խնդիրը։ Այս պահին այդպիսի խնդիր չունենք, իհարկե որոշ ապրանքներ Իրանից, որոնք գալիս են, գիտեք, մատչելի են, դրանք որոշակի երկարատև ժամանակահատվածի համար գնաճային ճնշման կբերեն, որովհետև օրինակ վարորդը հրաժարվում է, ասենք նախորդ
սակագնով տեղափոխել, գործարանը հրաժարվում է ինչ-որ ժամերի ենթադրենք աշխատել, որոնք բնականաբար բերում են նրան, որ կան սպառողական նշանակության ապրանքներ կան, տարբեր են այդ ապրանքները, որոնք որ բնականաբար կարող են, այսինքն այս պայն մուտքի հետ կապված խնդիր չունեն, դեֆիցիտի խնդիր ըստ էության շատ չկա, ավելի շատ ինքնարժեքն է։ Պարզապես Փաշինյանն ասում էր մենք դեռևս 1 տարի առաջ հանձնաժողով են կազմել, երբ որ ասեցի ես եմ հարցրել, հիշում եմ դա, ասեցի դեֆիցիտ կա, ասեց մենք դեռևս 1 տարի առաջ իրավիճակից ելնելով հանձնաժողով են կազմել եւ ամեն ինչ գիտենք, այսինքն 1 տարի առաջ գիտեք, որ Իրանում այսպես իրավիճակ է։ Մենք բոլոր իրավիճակների համար, չէ, այդպես չի, բայց բոլոր իրավիճակների համար հնարավոր է, որ այդպեսի բառ կա հայերենում։ Ինչ է նշանակում խզարած աշխատել։ Լավ, այսինքն։ Բայց օրինակ ես ինչքան գիտեմ հայերենում տես բառ չկա։ Համաձայն եմ, ոչ թե այստեղ բառը Քոչարյանն ասում է չեմ հանգստանալու միջև այս իշխանությունը չհեռանա, Հետո պատասխանելու իրենց սխալների համար։ Հետո չհանգստանա ինչ է։ Դուք ձեր սխալների համար պատրաստ եք պատասխան տալու։ Մենք միշտ ենք մեր սխալների համար, հիմա մեր սխալների համար պատասխան ենք Մեկ տալիս։ սխալների Ինչ դերով Եթե եք պատասխանում։ ես կոնկրետ սխալ չունեմ։ Դուք անտերի մարդ եք, պարոն Պապյան, ոչ մի սխալ չեք գում։ Եթե սխալ գործեմ, կենթարկվեմ պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինի որևէ պաշտոնյա, որևէ կառավարությունում որևէ պաշտոնյա ինքը սխալ գործի ու սխալի համար Պարոն Պապոյան, Քոչարյանը անսխալական նախարար եք։ Եթե այսպես Բայց էկոնոմիկան չի այսքան վատ վիճակում։ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան ասում, ինքը անտերի է։ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան 7.2% տնտեսական աճ աշխարհի մատների վրա հավաքած հաշված երկրներում կա։ Փոխանակը պարտանակ թե ինչ արդյունքներ ունի, ասում եմ, էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ գազի գնի էժանացման շուրջ օրինակ կբանակցի, դա իրատեսական է, եթե դառնա վարչապետ, թե ոչ։ Քանի որ չի դառնա վարչապետ, հետեւաբար իրատեսական չի։ Ժողովրդի տեղն եք որոշում։ Լավ եք էլի։ Իսկ հիմա արագ արձագանքման խմբերի միջև կանչել Հայաստան եւ ինքն են զբաղվելու Եվրամիության Հիբրիդային պատերազմի դեմ եք պայքարել։ Կայա Կալասն է հայտարարել, որ իրենք արձագանքելով Հայաստանի իշխանությունների խնդրանքին, կարծեմ Մարատ Միրզոյանն այդպեսին համակողքի մեր Դա ենթադրում եմ, ես իմ այդ հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հետեւյալն է։ Եթե կշռաքարի նժարին կշեռքի դրված է Հայաստանի անկախությունը լինել կամ չլինել, Հայաստանում կլինի պատերազմ թե խաղաղություն, Հայաստանը կլինի կիսանկախ վասալ ֆորպոստ թե չի կլինի նորմալ պետություն, Հայաստանի քաղաքացիները Հայաստանում կապրեն, կարողան թե գնան ուրիշ երկրների, ուրիշ տարածքներում, ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ կապարագայում կարծում եմ, որ այդ դեպքում այդ նամակը ոչ միայն շատ տրամաբանական է, այլ պարտադիր եւ դա չգրելն է։ Դարությունների հիմքը ինչ կասկածներ կան կամ ինչից ելնելով եք դուք այդպես օրինակ մի օրինակ ասեք, որ շարքային քաղաքացու համար պարզ լինի, դիցուկ ասենք այս ընդդիմադիր ուժը ինչ որ բան է անում եւ դրա համար դուք այդպեսի մտածում։ Այդ ձեր նշած հարցը, ասենք 1044 թվականին, եթե լրագրող լիներ, կանային տային, ասենք բաներին, բյուզանդական էմիսարներին, որոնք որ կամ 424 թվականին կանային տային բաներ, Սասանյան էմիսարներին, ովքեր այս նույն գործով են զբաղված։ Պատասխանատվության կենթարկի։ Նարեկ ջան, թող այս հարցը սպառեք նոր էլի։ Քոչարյանը թող մտածի իր պատասխանատվություն ենթարկելու մասին, որովհետև այո, եթե մի բան բաց ենք թողել, իրեն դեռևս արդարադատությունը արժանի գնահատական իր գործողությանը չի տվել։ Այսինքն վերացել է։ Դե ժամանակ ունենք, ոչինչ։ Պարոն Պապյան, ով է վտանգում Հայաստանի անկախությունը, որ դուք ԵՄ արագ արձագանքման խմբերին հրավիրել եք Հայաստան։ Ով է վտանգում Հայաստանի անկախությունը։ Դուք ասում եք այդ բոլոր այն ուժերը, որոնք որ օտարերկրյա հպատակ են, իրենց շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, կամ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, կամ իրենց երեխեքը Հայաստանի Հանրապետությունում չեն ծնվել եւ այլն, այսինքն հիմա տեսեք ամենայնիվ ասում եք Քոչարյան։ Քոչարյան 10 տարի նախագահ է, այնտեղ նախագահներից անմիջապես հետո իր թորները Ամերիկայում են ծնվել։ Այդ այդքան լավ երկիր էր սարքել։ Կամ դες լավ երկիր սարքողը ինչ էր թողները Ամերիկայում ծնվում, որ դառնային Ամերիկայի քաղաքացի։ Անկախությունը վտանգ է սպառնում։
Այսինքն Ես ասում եմ, որ Եվ ընդհանրապես, եթե որևէ ընդդիմադիր գործիչ կա, որ այլ երկրի ագենտ է փաստորեն այսպես ներկայացնում, ինչու իրավական գործընթաց չեք սկսում իրենց նկատմամբ։ գոյություն ունի իրավական, գոյություն ունի քաղաքական, գոյություն ունի բարոյական եւ այլ գնահատականներ, դրանք ես քաղաքական գնահատականներ եմ տալիս։ Իսկ իրավական, վերջ մենք իրավական պետություն ենք։ Իրավական պետություն ենք եւ իրավական համակարգն էլ, այո, ուշադիր է, այդ թվում նաեւ կանխարգելիչ գործողություններով, այդ թվում նաեւ քաղաքական գործունեության մեր արդյունքում կգանք նրան, որ օտարերկրյա ուժերին ծառայողները կստանան իրենց արժանի տեղը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Իսկ ձեր կուսակցական տուրերը ինչ միջոցներով եք կազմակերպում, որովհետև մտավախություն կա, որ դրանք իրականացման պետբյուջեի հաշվին։ Պետբյուջեի հետ տողի հաշվին։ Դրանք տեսեք Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ կուսակցության միջոցներով։ Ասար տարեցին է։ Կուսակցության նվիրատվությունների։ Չէ, բայց այստեղ պետության մասնակցությունն էլ այնուհանդերձ ենթադրում եմ կա, որովհետև վարչապետին ուղեկցող անվտանգության աշխատակիցները, պետական այդ մեքենաները, այդ օրերին կուսակցությունը դեռևս 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում օրենք ընդունվել, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի կարող, ուղղակի իրավունք չունի, նստի մենակով ավտոբուս ու գնա ակետից բկետ, գիտեք, իրավունք չունի, եւ այն մարդիկ, ովքեր որ իր հետևից, եթե չքշեն այդ մեքենան, կդատվեն, կդատապարտվեն, հասկանում եք, դες բան է կա։ Այսինքն ամեն դեպքում այս քարոզարշավին պետական ֆինանսավորում ինչ-որ մասով կա, ճիշտ է։ Ասացի չկա պետական Չէ, ֆինանսավորում։ անվտանգությունը, մեքենաները։ Ագելի գործընկերներ, հիմա այդ նույնն է, որ ասենք դուք հիմա պետական ֆինանսավորմամբ հարցազրույց եք վեկալում։ Գիտեք ինչի։ Գտնվեք այս լույսը որ վառվում է, պետական բյուջեից է։ Պետական բյուջեի աջակցությամբ TV5-ը եւ Factor TV-ն ու 24 News-ը հարցազրույց են վերցնում։ Դա նույնը չի բան Պապյան, նա տարբեր բաներ Հավատացեք, ինչքան հավատացեք, ես այդ օրինակը ցույց տվեցի, որ դուք տեսնեք, թե ինչքան absurd է ձեր տված հարցերը ուտում։ Բայց իմ հարցերին ինչ է գնահատական տալիս։ Պարոն Պապյան, հիմա փաստորեն դուք կանչել եք, որպեսզի աջակցեն ձեզ եւ ընտրություններին դուք հաղթանակ տանեք։ Եվ բոլոր գործողությունները ընդդիմադիրները կարող են ներկայացնել որպես անկախության սպառնալիք եւ կանոնավոր։ Ուրեմն գործընկերները այստեղ են, որպեսզի մեր անկախությանը, ինքնիշխանությանը եւ Հայաստանի ապագայում մեր խաղաղությանը վնասող ու խաթարող որևէ գործողություն Իրենք ասում են դուք եք անկախությանը վնաս պատճառում, որովհետեւ ձեր օրոքն եղել պատերազմ, դուք եք դրսից մարդիկ բերում։ Եվ անկախությունը վտանգ դրա համար ձեր դերերը մենք մեզ ոչ էմիսարներ են պետք, ոչ մենք գիտենք ումից ենք ուզելու։ Այդ քվեն մենք ուզեցել ենք մեղրեցիներից, ագարակցիներից, քաջարանցիներից, գորիսեցիներից, Իշխանասարի հարակից, գյուղերի բնակիչներից, որոնք շատ մեծ քվեն տալու մեզ։ 21 թվականին դուք տեսել եք ինչ արդյունքներ ա եղել։ Եվ այսպես մինչև Բավրա եւ նոյեմբերյան եւ ումից որ մենք բոլորը քվենք, այդ մարդկանց մոտ էլ գնում ենք, այդ մարդկանց մոտ էլ գնացել ենք, էլի գնացել, բայց առանց Եվրամիության գնալու ենք, առանց Եվրամիության հետ գնալու ենք, այդտեղ Եվրամիության հետ կապված միակ բանը, ինչքան գիտեմ, այդ ավտոբուսն է, որը արտադրվել է Եվրամիության երկրներից մեկում, բայց տարիներ առաջ։ Հիմա ինչի՞ց է անհանգստացած պարոն Պապոյան, որ ասում եք Գյումրի 2 թույլ չենք տալ, մեկ ինչպես թույլ չեք տալ, ինչի եք անհանգստացած։ Դուք եք ասում, մտնում եք Ալեքսանյանը ամենօրյա ռեժիմով եթեր է մտնում, ասում թույլ Ես չենք տալ։ Գյումրի 2 չգիտեմ, գիտեմ Էջմիածին 1, որը լինելու է Հայաստան 3, հեղափոխություն 3։ Դուք մեծամասնություն չեք, փոշիացված ոչ, փոշիացված ձայնով դուք անցաք։ 48% եք դուք։ Մի երկրորդ տեղ է, որ իշխաներ։ Կապ չէ երկրորդ։ Ասեք այդ նույն տրամաբանությամբ ասեմ դե գիտեք բանա։ Մենք էլ Գյումրիում զբաղեցել ենք առաջին տեղը։ Պարոն Պապոյան։ Ես ձեր քվեով այդ հույս ունեմ, Սուզաննա ջան։ Ձեր քվեով։ Դուք ամենաշատը։ Այս process-ի շահառուն այս ազատ մամուլն է, որ ինչ ուզում անում է
ինչ ուզում խոսում է ու ես վստահ եմ այս ազատ մամուլի ներկայացուցիչները թաքուն ամենաշատը իրանք են մեզ ամենաշատը մեզ թաքուն քվեարկելու չեք ասած